Վերջին զանգ հեռուստասերիալում Էլիզը իմանում է ճշմարտությունը։ Հարվածը գալիս է անսպասելի։ Նա տեղեկանում է, որ Հենրին եւ Անգելինան քույր եւ եղբայր չեն։ Մի պահ կարծես ժամանակը կանգ է առնում։ Էլիզը քարանում է, չկարողանալով հասկանալ, ուր է կանգնած, ով է ինքը այս պատմության մեջ։ Միևնույն պահին Անգելինան էլ շոկի մեջ է։ Նա Էլիզից իմանում է, որ վերջինս այլևս երբեք չի կարող մայրանալ։ Շարքը շարունակվում է ցավով, անորոշությամբ, լռությամբ։ Երկուսն էլ, Էլիզն ու Անգելինան, կանգնած են ճակատագրական հանգույցի առաջ։ Եթե Անգելինան վերջնականորեն որոշում է հեռու մնալ Հենրիից, ապա Էլիզը փոխում է իր միտքը։ Մինչ այդ նա որոշել էր հոր հետ մեկնել Ամերիկա։ Սակայն այս նորությունից հետո կարծես ամեն բան գլխի վայր շուռ է գալիս։ Էլիզը վերադառնում է շախունցների առանձնատուն։ Ոչ թե որովհետև հաշտվել է իրականության հետ, այլ որովհետև չի պատրաստվում Հենրիին սկուտեղի վրա մատուցել Անգելինային։ Նա չի ուզում զիջել։ Թույլ չի տալու, որ նրանք երջանիկ լինեն։ Հայրը, Էդուարդը, սկզբում դեմ է լինում դստեր որոշմանը, բայց շուտով հասկանում է, որ պայքարելն անիմաստ է։ Էլիզը որոշել է։ Եվ վերջ։ Իսկ Հենրին կարծես կյանքի փակ դռներն է ծեծում։ Նա կրկին գնում է հիվանդանոց, Միքայելի մոտ։ Խոսք չկա։ Միակ ցանկությունը ճշմարտությունն իմանալն է, բայց անգամ այսօր պատասխան չկա։ Միքայելը պառկած է անկողնում, ծանր վիճակում, բայց միտքը աշխատում է ավելի պարզ, քան երբևէ։ Հենդոյի թունավոր խորհուրդները նրա գլխում պտտվում են մեկ անգամ, հետո նորից։ Միքայելը գիտակցում է, ուշ թե շուտ ստիպված է լինելու բացահայտել ամեն ինչ։ Այդ ճշմարտությունը ծանր բեռի պես ճնշում է նրան, բայց հենց այս պահին նա դեռ պատրաստ չէ, դեռ չի կարող խոսել։ Աննան էլ, ով այս օրերին առանց վարանելու բոլորին ասում է, թե սիրում է Միքայելին, կանգնած է բացահայտման եզրին։ Երբ իմանա, որ Անգելինան իր աղջիկն է, վստահաբար ամեն ինչ կփոխվի։ Աննան երես կթքի Միքայելից։ Վստահ, մեկընդմիշտ։ Սակայն դա դեռ չի նշանակում, որ նա կվերադառնա Սոսի գիրքը։ Վերջին շրջանում Սոսը այնքան խորացավ վրեժի մեջ, այնքան հեռացավ մարդ լինելուց, որ Աննան էլ թեկուզ ներքուստ ցավով, բայց հավանաբար երբեք նրան չի ների։ Մյուս կողմից Ֆայնայի կերպարը թե սերիալում, թե իրական կյանքում կանգնած է մեկ այլ խաչմերուկի առաջ։ Դերասանուհի Անի Մեհրաբյանը, ով մարմնավորում է Ֆայնային, որոշում է հեռանալ Հայաստանից ուսումը շարունակելու նպատակով։ Նա մեկնում է Հունաստան։ Այսպիսով, այս տաղանդավոր եւ գեղեցիկ կերպարը մենք այլևս չենք տեսնի նախագծում։ Շարունակությունը առանց նրա ներկայության։ Իսկ ավագը կասկածներում խեղդվելով որոշում է ինքնուրույն պարզել ամեն ինչ։ Նա նպատակ ունի հասկանալ, ինչու Միքայելը ստեց բոլորին, ինչու այդքան դաժան վարվեց եւ ամենակարևորը, ովքեր են իրականում Անգելինայի ծնողները։ Եվ բացահայտենք գաղտնիք, շուտով ավագը ստանում է իր բոլոր հարցերի պատասխանները։ Հարգելի հետևորդներ, ըստ ձեզ, ումից է ավագը իմանում ճշմարտությունը։ Հենդոյից, թե Միքայելից։ Գրեք մեկնաբանություն։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված եւ ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը
չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը եկել ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ։ Անգելինա մեջ ճանաչում եմ, խոսում ենք սիրով լավ, բայց այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ, ու ես այդ ամենից sense իմ սիրտը լցվել էր։ Ես չի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։ Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, հանգեց իր մամային, ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ դար Ֆրունզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի տաղանդավոր դերասանների խաղին շատ մոտ ենք, մեր անկեղծությամբ ես եւ Լևոնը։ Ինքան պարտավորեցնող էր այդ խոսքերը, վարդում ես իրանց տուն հրավիրեց, օրվա ընթացքում շատ անգամներ այն հետ պատահում, ու դա ինձ ուժ է տալիս, որ ես ավելի մեծ սիրով նկարվեմ ու աշխատեմ։ Ուրեմն թե երբ ավարտվելու պրոյեկտը, նախնական տվյալներով ավարտվելու է դեկտեմբերին, եթե դեռ թարմացումներ չկան, մեր պրոդյուսերի մոտ իրականում, երբ որ ես մտածում եմ, որ մեր պրոյեկտն ավարտվելու է, ես շատ տխրում եմ։ Թվում է, թե ամբողջ ընթացքը երկար է ձգվում, մեկ-մեկ հոգնում եմ, մեկ-մեկ դժվար է, բայց այդ ամենին զուգահեռ ես շատ եմ սիրում իմ գործը։ Ամեն դժվարությանը զուգահեռ ես մեծ սիրով եմ գնում ու այդ անում։ Շատ են հարցերը իմ ու Լյովի ընկերանալու հետ կապված, միասին աշխատելու հետ կապված, արդյոք հեշտ է թե ոչ։ Շատ լավ ենք ընկերացել, շատ։ Իրականում ես դպրոցական տարիներից ի վեր միշտ ավելի հեշտ շփվել եմ տղաների հետ եւ ոչ աղջիկների։ Շատ դժվար է աղջիկների հետ, շատ, որովհետեւ աղջիկները միշտ կոնկուրենցիայի մեջ են, միշտ պայքարի մեջ են, ավելի հեշտ եմ ընկերանում տղաների հետ։ Դպրոցում էլ ես միշտ իմ շրջապատը ասենց պայքայինք, բայց ես տղաների հետ ավելի մտերիմ էի, ավելի ջերմ էի, իրանք ինձ քրոջ նման էին ընդունում։ Լևոնի հետ շատ հեշտ մտերմացանք, իր բնավորությունն էլ շատ լավն է, իմ բնավորությանը մոտ է, միասին շատ լավ ենք իրար հասկանում, աշխատում, կես բառից, կես հայացքից, մի խոսքով իրար հետ աշխատելու հետ կապված խնդիր չունենք։ Ինձ մնաց շուրթերս, աչքերս, արագանեմ եւ գամ ձեզ մոտ։ Այո, վերջ։ Այս պահին Լիլիթ եմ դարձել ու պատկերացնում եք, եթե Լիլիթը երգեր Моя душа такая нежная, у колонны каскасвеш. Ну, он сказал, что нежная душа у меня, стерва. Всегда бы стервы. Հենց նոր իմացա, որ մենք վերջում միասին չենք լինելու։ Տեսարան եմ անցնում, ձեր ամենասպասված տեսարանն եմ անցնում։